Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք, ես լավ եմ և իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում, հուսամ, որ դուք նույնպես լավ եք և սկսենք մեր հերթական վլոգը, ինչպես տեսնում եք օգոստոսի 2-ն է, բայց գիշեր է, շատ շուտով վայրկյանների ընթացքում կդառնա օգոստոսի 3-ը, քանի որ գիշերային նկարահանումներով եմ սկսել արդեն վլոգս առաջի վլոգը օգոստոսյան տեղադրել եմ ալիքում մինչև վլոգը կհավաքվի, ինչպես ասում են զագրովկա կտա յութուբում ես սկսել եմ նկարահանել երկրորդ վլոգը, գնահատելով իմ ժամանակը, որ շատ սուղ է, որ սկսեմ աշխատանքի գնալ չեմ հասցնելու շատ հաճախակի վլոգներ նկարահանել, որոշեցի այս վլոգն էլ այստեղ թողնել, այսպիսով գիշերային շատ ուժեղ գռռմփոցների ձայնի տակ դուրս ենք եկել, մտածեցի կրակոցներ են սկսվել, իհարկե վախենալու է, սարսափելի է, բայց ինչ եմ տեսնում եղանակ, որը փչացել է, այսօր ցերեկը ժամը 7-ին պետք է անձրև գար, անձրևը սկսվել է գիշերվա ժամը 12-ին, մի խոսքով ես ու Փիսոն դուրս ենք եկել նկարահանումների, տո կայծակ, տո գռռմփոց, տո դռմփոց, չգիտես ինչեր, մի խոսքով տեսանյութի ձայնն էլ կթողնեմ, որ եթե ինչ-որ մի երկու ֆրազա եմ խոսում հետաքրքիր լինի լսեք, բայց մեկնաբանելը ամեն դեպքում ճիշտ եմ համարում։ Այդպես սիրելիներս, սկսում ենք մեր հերթական նոր վլոգը իմ հրաշքալիքում, ինչպես ես միշտ ասել եմ, հաջորդ մեր լոզունգը կլինի մեր հրաշքալիքը, ուզում ես տեսնես հրաշալիք, արի համեցեք հրաշքալիք։ Այդպես սիրելիներս, անցած անգամ վլոգը տեղադրել էի, հետևորդուհիներիցս մեկը ինքը գիտի ով է եւ շնորհակալ եմ դրա համար, գրել էր Ափսոս, որ անձնականով ես գրել Սրտիկ ջան, սիրելիս, խնդրում եմ, եթե դժվար չէ բոլոր ձեր մեկնաբանությունները գրեք, բոլոր ձեր կարծիքները, դաժե եթե մեկի փոխարեն 11 հատ մեկնաբանություն է դառնում, գրեք տեսանյութի տակ, գրել էր Նելս, քո ձայնը այնքան հանգստացնում է այդ սկիզբը, մուզիկան, այդ ամեն ինչը, քո գրամտնի խոսալը, գրական, որ մաքուր խոսում ես, հա շատ չեմ շատ մաքուր խոսում, ռուսերեն մեկ-մեկ շպրտում եմ, որ ասում է բառերի ընթացքում անկախ քեզանից վրա է գալիս, բայց այո, իհարկե շնորհակալ եմ, որ գնահատում եք, ձեր համար եմ չարչարվում, ձեր համար եմ աշխատում, ամեն ինչ լավ լինի, ձեզ հաճելի, ձեր աչքին եւ ձեր ականջին, եւ լսելի եւ տեսանելի, որ սահուն հնչի, լավ լինի եւ ամեն ինչ հաճույքով դիտեք։ Առայժմ այսքանը սիրելիներս վլոգը շարունակենք, իհարկե որ շարունակել եմ օրվա վերջից եմ սկսել, բայց ամեն դեպքում շատ հաճելի ու լավ վլոգ ստացվեց, մեկնաբանել եմ, նկարահանել եմ, արդեն իհարկե որ դիտել եմ, բայց դե պետք է տեղադրեմ YouTube-ում, որ դուք էլ դիտեք, դե ինչ, շարունակեմ ես մեկնաբանությունս, ձեզ բարի դիտում, իսկ ինձ բարի աշխատանք, որովհետև սա նույնպես աշխատանք է, որը ես կատարում եմ իմ YouTube-յան ալիքի, հրաշք ալիքի համար եւ իմ հրաշք հետևորդների համար, սիրելիներս։ Այդպես շարունակենք մեր տեսանյութը, կսպասեմ ինչպես միշտ ձեր լայքերին, մեկնաբանություններին, ձեր կարծիքներին, խոսքերին, մտքերին, մեծ սիրով ու հաճույքով կարդում եմ, խնդրեմ պատուհանը բաց է, շունիկն էլ հաճում է դրսում։ Այդպես սիրելիներս ու նաև բոլոր ձեր խորհուրդները, բոլոր ձեր կարծիքները, բոլոր ձեր մեկնաբանությունները իմ համար շատ կարևոր են։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր չեն կորցնում ու ափսոսում իրենց ժամանակը եւ գրառումներ են կատարում իմ տեսանյութերի ներքևում։ Շնորհակալ եմ սիրելիներս, դուք եք մեզ, ինչպես ասում են, դուք եք մեզ ոգեշնչում, դուք եք մեզ օգնում, հատկապես ինձ, որ ես էլի շարունակեմ, որ չմնամ նույն տեղում, շնորհակալ եմ իմ ունեցած արդյունքներից, շնորհակալ եմ Տիրոջից, որ տվել է ինձ ինչ որ ունեմ, ինչքան որ կա, ինչպիսին որ կա իմ ալիքը, ես եւ իմ հետևորդները։ Շնորհակալ եմ սիրելիներս, շարունակեք դիտել, մեծ սիրով եմ սպասում ձեր մեկնաբանություններին, չմոռանաք մեկնաբանել, լայքել եւ ամենակարևորը գրանցվել ու կիսվել իմեջով ձեր հետևորդների, ձեր սիրելի բարեկամների, հարազատների, մայրերի, չգիտեմ, քույրերի, ում հետ կցանկանաք իրենց հետ իմ տեսանյութերը, որպեսզի մի քիչ ալիքը առաջ գնամ։ Դա իմ համար կլինի իմ աշխատանքի գնահատականը, որի համար ես միշտ շնորհակալ եմ ձեզ սիրելիներս։ Դե ինչպես տեսնում եք արդեն օրը բացվել է, լուսաբաց է, արդեն ամսի 3-ն է օգոստոսի,
եւ առավոտյան անջատել ենք արդեն մեր չորացուցիչ սարքը, հավաքում ենք, մի քիչ շատ եմ չորացրել, բայց ոչինչ դա խնդիր չէ, նախ շատ հաստ էին, մենք էսպես էլ ենք սիրում, քանի որ մեկը չենք պահում շուտ ուտելու համար, մենք չենք սիրում ոչ մի բան պահել, այդ պահին պատրաստեցինք, կերանք, անցանք, գնացինք, թթու դնել չենք սիրում, որ մի բան դնում ես միտեղ, հետո տեսնում ես, որ ոսնել է, ամենայն դեպս այդպես սիրելիներս հասմիկը շատ է սիրում, ես եմ սիրում, հյուրերս են սիրում, ասենք լինում է հաճախակի, գիտեմ մարդիկ կան, որ սիրում են, այդպես պետք է կտանք, հյուրասիրենք, ուտենք, մենք էլ կկշտանանք ու կանցնենք կգնանք, ես չեմ սիրում այդ բաները պահպանել, ոնց որ ասած, բայց դե այսպես կարելի է փաթաթել, սիրուն ձևավորել, մի խոսքով մենք դա չենք անում, մկրոշիկը եկավ մոտս անցանք առաջ սիրելիներս, գնանք մի բաժակ սուրճ վայելենք, ինչպես ասում են, եւ անցնենք մեր առօրյային։ Ահա այսպիսի գեղեցիկ ձևավորումով ուզում եմ ձեզ այսօր առավոտյան սուրճ մատուցել, քանի որ մենք պետք է փորձարկենք մեր անուշահամ ձմերուկի ճիրը։ Սկսեցինք սիրելիներս ձևավորել սեղանը, սուրճ պատրաստել եւ վայելել, դիտեք իմ հետ միասին, ինձ թվում է հաճույք կստանաք, կակ մինիմում եմ, որ ասում եմ էսթետիկ գեղեցիկ սուրճ ենք խմում, վայելենք մեր սուրճը ու անցնենք մնացած գործերին։ Մեր ձմերուկի ճիրը եւ շուտով սուրճս պատրաստ կլինի ու մենք կվայելենք այս գեղեցիկ սեղանը։ Հետևորդներ, բոլորիդ բարի լույս եւ ահա սուրճ եմ պատրաստում ու կցանկանայի, որ երբեմն թեկուզ եւ ձեր վլոգները առիթ հանդիսանան կամ ձեր ցանկությունը առիթ հանդիսանա, այսպես գեղեցիկ սեղան բացեք ձեր համար, գեղեցիկ էլ զարդարեք, ձևավորեք ու գեղեցիկ վայելեք ձեր սուրճը, պարտադիր չէ հյուր գա մեր տուն, հյուր ունենանք, որ մենք նման գեղեցկություն մատուցենք մենք ինքներս մեզ։ Հիմա գնամ ջուրը եռած բերեմ, սուրճս պատրաստեմ ու նստեմ ձեզ հետ վայելեմ։ Ինձ եմ սիրում առավոտյան սուրճ ու հետնել, որ չենք դնում ջազվայի մեջ եռացնում, հա, այսպես նայեք ինչ սերով կոֆե է ստացվում, խնդրեմ, սերով կոֆե, ճիշտն ասած ջուրը շատ ավելացրեցի, ես սիրում եմ, որ մի քանի միլիմետր, ասել պապայից չլինի, պրոշի տեղ թողածա լինում, բայց ինչպես միշտ տեղադրում ենք սեղանին մեր սիրելի հաճելի գույնը, իմ ատամների, չոփերի սիրտիկները նույնիսկ им сирели гуйнице, այսինքն ինչ ենք անում, создайте для себя ауру, красивую, приятную, которую любите вы, которая нравится вам։ Սա էլ մեր անցած, եթե հիշում եք, բիսկվիտն է, որը պատրաստված է իմիջայլոց ալյուրով, որը առանց գլուտենի էր գնված, եթե հիշում եք, ալյուրը ձեզ ցույց եմ տվել։ Ալյուրը գնել եմ պիտյորոջկայից, կարող եք գտնել դուք ինքներդ էլ գնել։ Ահա, խնդրեմ սիրելիներս, ես իմ սուրճս վայելեմ, բա որ իմանակով կատունը ինչ գործի, հա, նստած հետս խորադակ են է, սա էլ է հացուտում, նայեք, ղրճը սիրունս, ուտեմ քեզ։ Եվ այսպես հաճելի մթնոլորտով ես սուրճ եմ վայելում, սիրելիներ ջան, բոլորիդ ասում եմ բարի լույս, ասում եմ, որ այս վլոգս արդեն սկսված է, վլոգիս նպատակը, ավելի ճիշտ սեղան գցելուց նպատակը այն է, որ սա իմ ձմերուկի ճիրն է, որը արդեն պատրաստ է, չեմ փաթաթել, չեմ կլորացրել, բայց շատ, այն հիմա փորձեմ, շատ համեղ է, շատ,
Մի քիչ բնդոտ է, բայց փափուկները շատ փափուկ են, մի խոսքով։ Փորձել ենք, երել ենք, անուշարեք, փորձեք եւ կհավանեք։ Ում որ չունի նման չորանոց, կարող է չորացնել գազօջախի դուխովկայի մեջ։ Այդպես սիրելիներս, առայժմ ինձ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, ասենք լավոր եւ անցնենք առաջ։ Սիրելիներս, բարի լույս եմ ասում բոլորիդ, օրը նոր է բացվել, սուրճ եմ վայելում, խնդրեմ սուրճս ես հետ խմեմ ու ասեմ շնորհակալ եմ, որ հետևում եք իմ էջին, շնորհակալ եմ, որ խորտ վլոգիս այդքան լավ մեկնաբանություններ էի գրել, անչափ գոհ եմ եւ շնորհակալ, ապրեք շատ, մի հատ սուրճ խմենք, մի հատ տեսքներս թարմացնենք, թարմանանք, առանց սուրճի ոչ մի բան չենք կարող անել, հա, մի հատ պետք է թարմանանք ու նոր անցնենք մնացած այլ գործերին, այսօր պլաններ շատ ունեմ, շատ շոկ է այսօրվա եղանակը, մազերս էսպես հավաքել, պուչոկ եմ արել, բայց այսօր գործեր շատ ունենք, այսպիսի սեղան բացեցինք, հիմա սուրճ ենք խմում ու այսօր դեմքի խնամք եմ անելու, ինքս ինձ որոշել եմ, որ ուլտրազվուկավոր չիստկա եմ անելու հիմա, որից հետո գլուխս կլվանա, մազերս կսարքեմ, կկարգեմ, վաղը չգիտեմ ինչով կզբաղվեմ, վաղը հազար ու մի գործ ունեմ պլանավորած, բայց այդ գործերը պետք է անեմ, այսօր հոնքերս պետքա գնամ կարգավորեմ, չգիտեմ ով կսարքի, ով չի սարքի, բայց ուզում եմ մի քիչ տեսքի բերեմ, քանի որ ընդհանրապես աչքս չի տեսնում, որ ես հոնքերս հանեմ, եւ քանի որ ինչքան էլ որ տարիքի հետ հոնքերս թափվել են, միևնույն է ֆորմա պետք է տրվի, իմ խնդրեմը այդ է, որ չեմ տեսնում, որ ֆորմա տամ, իմ համար ես շատ գեղեցիկ եմ, ով շատ ինչ են ասում, բացակաբար է տեսնում իմ դեմքին, թող չտեսնի։ Մի խոսքով ակնոցներս որ հագնում եմ, ես էլ եմ տեսնում, որտեղ ավել մաս կա աճած, որտեղ չկա, այսպես սենց հոնքերս պետք է ձևավորեմ կատակը մի կողմ, բայց իրոք չեմ տեսնում։ Այդպես մի հատ ակնոց եմ զակաց տվել Վալբերիսով, սպասում եմ շուտով կգա, տեսնենք ինչպեսին կլինի, ոնց որ ֆորման հավանեցի, ոչ հավես կա, ոչ ժամանակ կա, այս քանի օրը որ ես բլեծենում էի ժողովուրդն ինձ վայելեցի իմ բնակարանս, իմ տունս, մի քանի հատ վլոգ նկարեցի, ոնց որ սենց այն մեր գյուղի ժողովուրդ գիտեք ինչ են ասում, ոնց որ հրաշտված ես, այսինքն կարոտած լնես, էլի իսկական ոնց որ հրաշտված է եղել, ոնց որ կարոտած լնեի ես ամեն ինչին։ Իրոք կարոտել եմ տնային գործերին, տանը, իմ տան 4 պատերին կարոտում եմ, քանի որ առավոտից իրիկու դրսում եմ։ Մի հատ էս փեփուշությունը հանենք մազերներիցս, ձեզ հետ միասին մի հատ սիրուն դեմքի ուկոտ կանեմ, մազերս կհավաքեմ, մի քիչ սիրուն անամ, տեսքի գամ, ավելի ճիշտ ոչ թե սիրուն անամ, այլ տեսքի գամ, որովհետև բոլորս էլ շատ սիրուն ենք, մնում է մեր տեսքը տեղը պահենք։ Այդպես սիրելիներս, բոլորիս լավ օր եմ աղթում, օրը համարում եմ սկսված եւ Վլոգս նույնպես չմոռանաք իմ հրաշքալիքին գրանցվել, ինչպես ասում եմ, հրաշալիքին, որտեղից է այդ միտքը ծագել գլխումս չգիտեմ, ինձ թվում է ֆուտբոլկայի CJ-ան բոլորը հավանեցիք, այդպես խնդրեի մի անգամ եւս եթե կան հետաքրքրություններ գրեք, եթե ինչ որ հարցեր կան համարը թողել եմ, կարող եք զանգահարել, եթե ուզում եք ցանկացողները կարող են իրենց համար ասենք նվեր զակաց տան, տատիկի նկարը, պապիկի նկարը, երեխաների նկարը, մամա, պապա, ինչ ուզում եք գրել, տվեք վրեն, գունավոր պետչատ է անում, շատ ընտիր ֆուտբոլկաներ են, մատերիալը շատ լավն է, իրենց ֆուտբոլկաները ունեն, ոնց որ ասած, իրենք մատերիալով իրենց գլխումս մի միտք է ծագել այդ ֆուտբոլկաների հետ կապված, բայց դա արդեն հետո կգիսվեմ ձեզ հետ։ Ինչ ասեմ սիրելիներս, հուսամ իմ բոլոր իդեաները ձեզ դուր են գալիս, հուսամ իմ ոճը իմ համար մնում է իմ ոճը, օրեր առաջ խոսակցություն ունեցա մի շատ լավ անձնավորության հետ, ողջունում եմ իրան, ինքը գիտի ում հետ եմ, հենց կակրաս, ինչպես ասում են ոճի մասին, ասում եմ, որ յուրաքանչյուր ոք գեղեցիկ է, լինի վլոգի մեջ, լինի կյանքում եւ ամեն ինչում, յուրաքանչյուր ոք գեղեցիկ է իր ոճի մեջ։ Պահպանենք մեր ոճը, ունենանք մեր սեփականը, կարողանանք ներկայացնել մենք մերը։ Այդպես սիրելիներս, ով հասկացավ, ով չհասկացավ, իրեն գործն է։ Աշխատում եմ մնալ իմ ոճի մեջ, աշխատում եմ միշտ ուրախացնել ձեզ, աշխատում եմ միշտ հետաքրքրություն շարժել, հետաքրքրություն մտցնել, նորություն մտցնել եւ շատ ուրախանում եմ, որ իմ ոճը որևիցե մեկին դուր է գալիս, քանի որ աշխատում եմ այնպիսի ոճով ներկայանալ եւ այնպիսի մտքեր ներկայացնել երբեմն, որ կրկնվող չլինեն, որ իհարկե որ օգտակար լինեն, բացի կրկնվող լինելուց եւ բացի ինչ որ ոճային խնդիր առաջացնելուց, հա, այդպես սիրելիներս, առայժմ օրն սկսվում է, գնանք տեսնենք այսօր ինչով ենք զբաղվելու։
Ողջույն, еще раз եմ որ ասում եմ, еще раз մի անգամ ևս սիրելիներ ջան, ուրեմն խոստացա, որ այսօր դեմքի խնամք կանենք միասին, բայց պետք էր առաջ գլուխս լվանայ, նոր դեմքի խնամք, գլուխս լվացել եմ, մազերս թացա, սենց պուչոկ եմ արի, մի հատ չոլկա արագ սենց չորացրեցի, դուրս եմ գալիս վազելով, գնամ մի հատ աշխատանքի, մի հատ իգզապիս ունեմ, աղջկերքի հետ տեսնվելու խնդիր ունեմ, գործ ունեմ ավելի ջերտ ոչտեղ խնդիր, այդպես սալոնում գործեր ունեմ, կարելի ասել, գնամ այդ գործերս կազմակերպեմ, ահա որ շոք հա, քրտինք, սենց ջուր, կարմրել հա դեմքս շոքից, նոր գլուխս լվացա բանիկից դուրս եկա, սենց էփում եմ մի խոսքով, դեմքս էլ բանով լվացա, սենց տրորեցի, մի հատ սենց կարմիր եմ մի խոսքով, այս արևն էլ սպանում այն ալղի դեմքի գույնը, բայց ոչինչ, մեկա պետքա գամ տուն, միասին անպայման դեմքի խնամքը կանենք, որովհետև չիստկա պետքա անեմ, ուլտրազվոկավոր ու ուզում եմ ձեզ ցույց տամ ուլտրազվոկավոր չիստկայի ողջի տեխնիկան ոնց է կատարվում դրա համար, որպեսզի համ որպեսզի շատ կմնային վլոգում, համ էլ մահանա ես էլ դեմքս անպայման կմաքրեմ։ Վաղը մի հատ շատ սիրուն առիթ ունենք, այդ առիթի պատճառով, ոչ անմեղ կպաչոտկերից, ոչ թե պատճառով, այլ հենց այդ նպատակով ու նաև խնամված լինելու նպատակով ինչ է նշանակում ուլտրազվոկավոր չիստկա, դա ուլտրազվոկավոր ապարատի օգնությամբ մաքրում է կատարվում դեմքի, որը ուղղակի մաշկի ծակոտիների խորը մաքրում է համարվում, այդպես իրելիներս, ու ասենք դա հաճախակի չի արվում, հա արվում է ամիսը մեկ անգամ կարելի է անել, մաքսիմում շատ խիստ անհրաժեշտ դեպքերում ամիսը 2 անգամ, այդ կարգի չիստկան, հա, որ խորացված մաքրում է համարվում, ու հետո տնային խնամք ամենօրյա, ոչ թե ամիսը մի անգամ ես մենակ երեսը լվանում, այլ դրանից հետո տնային խնամք պետք է լինի, անպայման ամենօրյա խնամքը պետք է լինի։ Այդպես սիրելիներս, դա կշարունակենք միասին աշխատանքից երբ որ կվերադառնամ տուն այդ դեպքում, այսինքն գլուխս արդեն լվացած է, մազերս մաքուր են, կգամ տուն, սիրուն միասին կակրաս կանենք դեմքի մաքրում, վաղն էլ գլուխս կամ կլվանամ կամ չէ, որովհետև մազերս հաճախակի որ թրջում եմ, նայած թե ինչ կարգավիճակում կլինեմ, վաղը առիթի ենք նոր մազերս կսարքեմ ու կգնանք այդ առիթին և ձեզ հետ միասին կգնանք, ես ձեզ մանրամասները ամբողջությամբ ցույց կտամ, կզրուցենք, հուսամ ձեզ հետաքրքիր կլինի իմ հետ օր անցկացնել։ Հիմա մի քիչ ուզում եմ տեսնեք ինչ սքանչելի եղանակ է, ճիշտ է մի քիչ շատ եմ ճանապարհներս նկարահանում, բայց ինչ շատ դուր է գալիս իմ նկարահանած վլոգները, իմ նկարահանած եղանակները, իմ նկարահանած բոլոր տեսարանները, նայեք ամպերի դասավորության այսօր մարշրուտկային ձեռով արեցի, ճանապարհ տվեց։ Մի խոսքով մի կերպ արագ թեքվեցի, գնացինք, այս մոստը վաղուց, որ ասում ես էլ եմ կարոտել արդեն, այս տանից դուրս գալուն էլ կարոտեցի, մեկ էլի չին ասես կարոտում ենք, այս ոնց է լինելու մեր կյանքը։ Տանից դուրս ենք գալիս, տանին ենք կարոտում, տուն ենք նստում, դրսին ենք կարոտում, վեշնի կարոտի մեջ ենք։ Մի հատ էլ ասում են էլ էտում ես սիրում, այդքան որ կարոտում ես, ախպեր սաղին էլ սիրում եմ, ամեն ինչն էլ սիրում եմ։ Ինձ եմ սիրում, ինձ, կյանքն եմ սիրում, այդքան ասում, լսեք, հավատացեք։ Կյանքն եմ սիրում, կյանքից թանկ բան չկա, կյանքից լավ բան չկա, կյանքի մեջ և սեր կա, և զգացմունքներ կա, և առողջություն, համբերություն, և գեղեցիկ հարաբերություններ, կյանքի մեջ ամեն ինչ կա, իսկ ով չի սիրել, ով չի սիրում, ում չեն սիրել, ինչի եք ինձ այդպիսի հարցեր տալիս երբեմն, նել էդ ինչ երգեր ես տեղադրում, ինչ կա դրա մեջ, մամա ջան, են ինչ է, են ինչ տրակեց, կալյոս տրակեց, խել առանդր, բանի կամազի սիրտը շճակեց ժողովուրդ, ես ինչ ուժեղ կամ փոցերասիով գիտի աշխարհը շուռ եկավ, մի տարի Հայաստան գնալուս էլի մի հատ կամազ էր դեմներս գնում, այդ խեղճի կալյոսը տրակեց ճանապարհին, մեծ ֆուռ էր, այդ ինչ ձեն հանեց, պայթեց, այդ կալյոսը թռավ երկինք, իջավ իրան մեր ու այդ կամազի արանքում մի հատ էլ ավտո կար, իջավ այդ կամազի հետևի ավտոյի կապոտին դմփաց, վայ, են որ ասում Աստված հեռու տարած, այդ մեծ մեքենաներից ես միշտ վախեցել եմ, բայց դե միևնույնն է տեսարանը տեսեք ինչ սիրուն է,
Այս արանքից որ սենց իջնում ես մոստի վրա, այս խենթանում եմ, այս ամպերա, շենքերա, մեջտեղը եկեղեցին է, սենց մի տեսակ հավեսով դասավորություն է։ Շատ եմ սիրում ստեղը։ Որտով տոից իջնում եմ ու իշ տենավ, հլը նայեք։ Կյանքում սունկի գնացած չեմ, սունկ թողել, իմ մեկից չեմ։ Ես սունկա տենաս վախենալու էլա, ոնց որ շամպինյոնը լու։ Ինչ սունկի անման ասեք տենամ, ես վախենում եմ ես թունավոր զիբիլներից։ Ինչ որ է սիրունա։ Ես իմ մեքենան, ես էլ իմ սալոնը, եկել եմ տեսեք որտե սունկ գտել, մարդիկ գնում են անտառ որ սունկ հավաքեն։ Վերջներ, այն որ ասա Հայաստանին ինչքան կարոտում եմ, այնքան բան եմ անում։ Ինչին կարոտում եմ, այնքան առաջ սա գալիս, սաղ տեսա։ Կարամ էլ չգնամ Հայաստան։ Գնանք մեր սալոնի դիմացի ծաղիկները ցույց տամ, այնքան սիրուն է հավեսից գալիս է։ Ինչ կա, գրանք այստեղ էր շատ հավեսին է, ես արանք շատ եմ սիրում, ես չգիտեմ, նայեք, մի հատ կին է այս ծաղիկները խնամում։ Ինչքան սիրում են միշտ։ Գալիս ես, հաճելի։ Մեղուները վր են բզբզում են մեղու չիսես, իշո մեղու է այն մեջ երիցա զիբիլեղածը։ Սրա կծած է։ Հələ նայեք։ Այս արանքը որ շատ սիրուն է, ինչպես միշտ, ես էլ մեր գեղեցկությունն է։ Սիրելիներ, այժմ ես փորձեմ ազերծ հավաքեմ մի հատ ակուրատնի դեմքի մաքրում կատարեմ, շատ շոկի դրսից եկել եմ, ուզում էի ձեզ ասել են, այնք ինչքան եմ քրտնաջուրը վրից թափում այն, որ ասում եմ դեմքի մաքրում կատարենք այսօր սալոն գնացի չհասցրեցի ցերեկը, բայց քանի որ ես մի բան խոստանում եմ, պետք է միասին կատարենք, մի մաղ դեմքս խնամ եմ միասին ու ձեզ հետ կկիսվեմ։ Սիրելիներ ջան, ոնց խոստացել էի, եկել եմ հավաքել եմ իրերս, պատրաստել եմ ամեն ինչ կողքս եմ դրել։ Հիմա ամբողջությամբ դեմքս պետք է մաքրեմ, ձեզ հետ միասին կսկսեմ ցույց կտամ ինչ եմ գցում, ինչի համար է եւ ինչ արդյունք կունենանք։ Կատարենք դեմքի մաքրում խորացված ու պրոֆեսիոնալ կոսմետիկայով։ Այսպեսով առաջինը ինչ պետք է անել, ինչ եմ անում, ակոսներս հանում եմ մի անգամ, մազերս հավաքում եմ, ինչպես տեսնում եք առաջին գործը դա պետք է լինի։ Քանի որ շատ կարճ չոկա ունեմ կտրված, ես պայմանաբադոկս կհակնեմ, բայց ընդհանրապես չեմ հակնում, որովհետև կարիքը չի լինում։ Ես մատերս հետ կտանեմ իր օգնությամբ։ Այդպես, ինչպես տեսնում եք, ամեն ինչը մեր սիրելի մանուշակագույնի գույներով, ինչպես տեսնում եք, եւ իհարկե չենք մոռանում նաեւ բարձրագույն երանգները։ Այսպես սիրելիներս ես պատրաստ եմ, հայելու մեջ էլ ինձ նայեք տեսեք, ես պատրաստ եմ եւ սկսում ենք մեր առաջին քայլը։ Առաջին քայլը ձեռքեր լվանալու։ Մի հատ անմիջապես ձեռքերս լվանամ, չեմ անում թե ոնց գեղեցիկ լինի որ ակոսը տեղադրել եմ, բայց ես թվում այսպես էլ բարձ չի լինի, արագ լացեմ գնալ։ Ձեռքերը լվացանք, կարևորը դա է։ Հիմա ինչ ենք անում, վերցնում ենք։ Դե ինչ սիրելիներ ջան, վերցնում եմ իմ հերթական Այսպես մեզ բուտուկաններով այստեղ սամիշ սիրուն դասավորված ալինում ամենօրյա խնամք է իմ հերթական յուղոտ մաշկի համար դեմքը լվանալու գելը մեր այսպես կաթիլները ցույց տամ որ տեսնեք որ ինքը գելանման է թանձր է բավականին եւ մի կերպ է հոսում մի կերպ է հոսում այսպեսով սա առայժմ յուղոտ մաշկը յուղազրկելու եւ իհարկե կերպերից ազատ ազրկելու միակ հնարավորությունն է Մեր ամառվա շոկին իհարկե մեծ մաշակ է անհրաժեշտ, բայց տեխնիկան ինչպես եմ անում, սկզբից սկսում եմ դեմքից չոր մաշկին, ու տեսպես։ Ես միշտ ասել եմ, որ առաջին հերթին դեմքը լվանում ենք դեմքին, ուրիշ ոչ մի բան չպետք է տպնի առաջին հերթին։ Դեմքի չոր մաշկին, սկսեցինք ուղղակի թաց ենք անում մեր գեղեցիկ ու նոր փաթիքները, այսպես եւ կսում ենք դեմքներից։ Սկզբում լավ այդ կողմանում էր։ Հաշվի առնենք, որ ուրեմն մի թեթև թաց եմ արել, լավ փրփրացրել եմ մի բարձր ասում։ Սա եւ սա ես գնել եմ միաժամանակ փորձարկելու համար, թե որն է լավը, որն է վատը եւ մինչեւ այժմ չեմ անբացել։ Հիմա ձեզ հետ կփորձարկեմ։ Այստեղ շատ դուր եկավ գույնը, իհարկե, ինչպես հասկանում եք, եւ պայուսակը, բայց դե պայուսակը չէ, որ մեր դեմքը պետք է փայլեցնի, հիմա փորձենք չի էլ բացվում, փորձենք,
թե ձեռքերը սաթած ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է, ինչ որ զաշիտա ունի վրան, թե ես որ ակնոցներով չեմ տեսնում այդ զաշիտան, որ քաշեմ հանեմ փոկեմ, բացվեց, տեսնում եք հանեցին, շատ լավ սպոնժիկ է, ինձ թվում է ավելի շատ սա կոսմետիկայի համար է լավ, տանալնի կրեմի ոնց ասում են, մեջ է ինչ էր պահած, կախի չունի, որ պետք լինի կախի, սա քեզի բան, թե ումա պետք, և քանի որ այուսա կլավներ թող մնա, քանի որ ինքը նոր է, տեսեք ինչ ենք անում, թափ-թազա է, բայց դա չի նշանակում, որ ես հա պետք է վստահորեն վերցնեմ և կսեմ երեսիս, օճառով, խազեստվենի կամ ձեցքի օճառով, տարբերություն չկա, մի լավ լվանում ենք առաջ սպոնժը, սնաչյալը գուբկան, ոնց է կոչվում հայերեն սպոնժը, սպոնժեք, լվացա, ես ինչ ակտիվացավ, դա ուրեմն տանալնի կրեմի համար չի, հենց դեմքի լվանալու համար, որովհետև շատ խոշորացավ մի անգամից թշվելուց հետո, ինքը շատ փոքր էր, ոնց որ բաղնիք իմաչալ կալնի, նայեք ինչքան փոխվեց ինքը, ամենայն դեպս այս ամենը լվանալուց հետո, բայց մեջտեղ օճառ կա, շատ փափուկ աչքից դուրս չեկավ ժողովուրդ, թողնեմ վարդագույնը բացենք, վարդագույնը մի տեսակ ավելի բնական սպոնժ է, երևի թե։ Լավ, փորձենք, մի կողմը սրանով կլվանանք, մյուս կողմը մյուսով։ Տեսնում եք, այսպես հագել եմ, փորձում եք լվանալ, բայց շատ լավ բանում, հետ ինչա, կոշտություն ատալիս։ Չնայած այս հեղուկները, որ ես եմ օգտագործում, կարիք չունեն նման կոշտությունների, ինչպես ասում են, այսպես փորձենք մի կողմից սրանով կլվանալ, մյուս կողմից վարդագույններ, ուղղակի տեսեք, ուզում եմ փորձարկել, շատ վաղուց եմ գնել, թող այստեղ մնացածը, հիմա վարդագույններից մեկը հանեմ, փորձենք տեսնենք ինչպես է։ Թարթիչներս արդեն փորձել եմ, մի քիչ վախենում եմ աչքերս մարմարացնի, բայց դա ինձ թվում է թե լավ կլինի։ Նայեք, սա էլ շատ բնոտ է, չորոտ է մի տեսակ, հիմա թրջենք ինքը ինձ թվում է կբացվի։ Գույները ամենակարևորը շատ լավն է, այսպես, սիրուն վարդագույն, մյուս կողմը, մաքրենք սրանով, նա ինձ ավելի դուր եկավ ասեմ ձեզ, սա մի քիչ կոշտ է, լվանալու համար սա է հարմար, իսկ ես մեկը ոնց որ պիլինգ ուզի անի, բայց շատ կոշտ է ինքը, չլվացավ այդքան, դա գնաց մյուս կողմ շարունակեմ սրանով դուրս եկավ սրանով լվանալը, ոչ թե գույնի համար, այլ իր մաշկիտ վրա զգում ես հա ինչն է հաճելի, ինչ չէ, սա է, լվացանք հեղուկը դեմքիցս, արագացված եմ անում չնայած, որպեսզի դուք էլ հասցնեք տեսնեք իմ հետ, բայց այս հեղուկը 3 անգամ պետք է այսպես ձեռքերը թրջես, լավ ձեր դեմքից կա այդ հեղուկը, 3 անգամ ձեռքերը սպոնժը ուղղակի մի կողմ կդնենք, այսպես 3 անգամ լվանանք, մաքրենք դուրս գամ։ Անմիջապես թաց երեսիս անմիջապես վերցնում եմ հաջորդ հեղուկը, որը պարունակում է կիսլոտաներ, ֆրուկտովի մրգային կիսլոտաներ, մրգաթթուներ, այդպես անվանենք, չափից շատ վերցրեցի, բայց որ ասում եմ սեփական դեմքի համար գնահել կարիք չկա, այսպես, սա արդեն մեր մաշկի վերի շերտը հանում է և առավել ևս օգնում է, որ ֆիսկա անելու դեպքում, դեպքս մրմռացրեց տեսնում եք, ուրիշներին չի մրմռացնում, որ հարցնում եմ, հոնքերս էլ չեմ ներկել, ես պետք է վերջում ներկեմ, դրա համար այսպես սկզբից ֆիչիսկա ենք անում, հետո հոնքերս ենք ներկելում, ցածավացնում, աղկտացնում, այս էլ այսպես ժողովուրդ կնոց լավարակ լվացվեմ ու կմիանամ պես, потому что здесь долгая история для умывания. Վերցնում եմ, ուրեմն հավես չունեմ ուլտրազվուկավոր անեմ, այստեղ մի հատ այդպիսի մասկա ունեմ, կոչվում է սկրաբ, կրեմ սկրաբ։ Հիմա այս մասկայով դեմքս շլիֆովկա կանեմ, ոնց որ ասում են։ Կողքերից վերցնում, իմացած տնեմ այգում։ Ու չիսկայի կարիք արդեն չի լինի մետալիչսկի, որովհետև իմ մաշկը շատ բարակ է և իմ մաշկի համար շատ հաճելի չէ այդ մետաղային ինչ-որ երևույթները, չնայած որ ուլտրազվուկավոր չիսկան շատ լավ օգնում բացում է կոժը, այսպես ոնց որ ասած ալիքների միջոցով մաքրում է, այդպես։
հիմա սա ամբողջովին կսեմ, շատ մանր այսպես ավազիկներ ունի։ Ինչի ուզեցի հենց սա ցույց տամ ձեզ, հիմա կասեմ։ Երբեմն եթե նկատել եք մեր շրթունքներին, այս մասերին, հատկապես նրանց մոտ ում մաշկը շատ բարակ է եւ դեմքը որ լվանում եք, արագ լվացանկանցանք, մոռանում եք որ այս մասերը ավելի արագ պետք է, ավելի լավ պետք է մաքրել եւ այդտեղ հավաքվում են ճարպային գնդիկներ, ուզեն սև տոճկաներ ա դառնում, ու այդ սև տոճկաները եթե չեք հեռացնում, անմիջապես բորբոքային process-ներ ա տալիս ու դա Արսեն ջան։ Нет, сейчас я выхожу։ Եվ այդ բորբոքային process-ների հիման վրա կարող են նույնիսկ երպեսներ առաջանալ։ Եվ այսպիսի նման նուրբ սկրաբների օգնությամբ անպայման սկրաբիրով ենք անում շաբաթը 2 անգամ այսպես, հենց շուրթերի շրջակայքը, որպեսզի այս ծակոտիները բացվի, հաստատված մաշկը մաքրվի գնա ու անպայման ունենանք մաքրված մաշկ, որը կօգնի տերտերը հանել մաշկի մեջից, յուղերը, ճարպերը եւ փչացած հին բոլոր կոմպոնենտները։ Այդպես իրեններս։ Ես հիմա կլվացվեմ, այս ամենը դեմքից կմաքրեմ, արդյունքում դες ցույց կտամ դեմքիս վիճակը եւ կշարունակենք մեր օրը։ Դրա համար չուզեցի երկաթային ինչ-որ մի բան դեմքիս կպցնեմ։ Անցնենք լվացվելուն, այսպես ամբողջովին դեկոլտեով, տաբանով, վզով, դեմքով լրիվ մաքրել։ Բուծել եմ հիմա լվանալու չեմ նկարի արդյունքը ցույց։ Այսպիսով սիրելիներս, մինչև խնամքս, մինչև վերջ շարունակեմ, ուրեմն սկսում ենք ինչից, ներկում ենք հոնքերս, ներկում եմ, շատ դժվար է իմ համար, ինչպես տեսնում եք, այս անգամ որոշել եմ էլի այս շամպունով ներկեմ, քանի որ ներկերս չգտա, բայց գիտեմ, որ տանը ունեմ, համենայն դեպս վերցնում ենք ներկերի այդ տարան եւ մի կաթիլ, ավելի ճիշտ ես 2 կաթիլ վերցրեցի, չափազանց շատ էր, մի կաթիլը անգամ ավելի շատ էր, պետք չէ այդքան շատ, բայց համենայն դեպս վերցնում ենք մի կաթիլ ներկ, իհարկե տեսողությունս ինչպես տեսնում եք շատ ահավոր վատ է, առանց ակնոցների չեմ կարողամ ներկել, հագնում եմ ակնոցներս, կսում եմ ներկս, թե որքան կստացվի, չգիտեմ, շատ քիչ եմ պահպանում, որովհետև դեմքի մաշկի վրա շատ արագ է գույնը փոխվում եւ այդպես շարունակում եմ ներկել։ Ինչպես տեսնում եք, հատուկ ֆորմատ չեմ տալիս, այնպես որ այնքան որ ունքերս ներկեմ, այդպես մի քիչ սպիտակած մազերս մի քիչ փոխվի։ Եթե ինչ չի հերիքում ներկածս, ունեմ հատուկ ներկ, որը տուշի նման չոտկի ստճկա ունի, որը չոտկով այդպես ներկում է, գույնը տեղն է բերում։ Ինձ այդքանն էլ է հերիք, ես չեմ սիրում շատ արտահայտիչ հոնքեր, առանց այդ էլ իմ դեմքս բավականին արտահայտիչ դիմագծեր ունի։ Այդպես սիրելիներս, ներկը ներկեցինք, շարունակեցինք, մեր անելիքը ավարտեցինք, մաքրեցինք թաց ջրով, սովորական թաց դիսկերով պատնի, ինչպես ասում են բամբակի շարիկներով, տամպոններով, թե ինչով չգիտեմ ոնց է ճիշտ է հնչում, կարևոր չէ, ու շարունակում եմ խնամքիս ավարտը, ինչպես ասում են, հա։ Այսպիսով ինչպես հարկն է, ուրեմն վերցնում ենք մեր տոնիզացնող նյութը, որը ունի անոթները ամրացնելու հատկություն, այսինքն անտիկուպերոզնի այսպես կոչված, ռուսերեն բառն էլ ասեմ, որ հեշտ հնչի, մաքրում ենք ամբողջությամբ մաշկը բոլոր ջրային հետքերից, փոշիներից, ինչից որ խուսափում ենք եւ իհարկե միաժամանակ տոնուսը բարձրացնում ենք մեր կոժի, մաշկի եւ վերցնում եմ ուրեմն չեմ քսում, ուշադրություն դարձրեք կրեմ, որը կարող է լինել խոնավեցնող, սնուցող եւ այլն, անմիջապես քսում եմ այս շիճուկը, սևռտկա, որը հակակնճիռային է, ունի վիտամինային հարուստ խոնավեցնող հատկությունները բոլոր, սնուցող եւ խոնավեցնող ու այդպես շատ արագ ներծծվում եւ իհարկե տարիքային մաշկը իմ տարիքում շատ արագ նել որ յուղոտ լինի, չորանալու հատկություն ունի եւ իհարկե շատ արագ ներծծվում այդ շիճուկը մաշկի մեջ, որը ներծծելուց հետո հիմա անմիջապես պետք է օգտագործեմ ուրեմն արևապաշտպան SPF 30, 50, 80 ով ինչ ունի, ինչքան շատ, այնքան լավ, լինի դա ամառը, թե լինի ձմեռը։ Հիմա մի 30 րոպե այս ամենից հետո կանցնի, ես ձեզ ցույց կտամ արդեն մաշկիս որակը, մաշկիս տեսքը եւ իհարկե ընդհանուր իտոգի կգանք, ինչպես ասում են, դուք էլ կորոշեք, կհասկանաք, պատկերացնեք, թե ինչու եմ ես միշտ պրոֆեսիոնալ կոսմետիկայի խնամքը հարգի համարում։ Այստեղ արդեն օգտագործում եմ SPF, որը տոնային է, ունի տոն, բայց չունի մաշկի ծակոտիները փակելու հատկություն, պորերը, ինչպես ասում են, խցանելու հատկություն, այլ թեթև է շատ ու
էլի արևապաշտպան է, ուղղակի մի թույլ գույն է տալիս մաշկին, որ ավելորդ կարմրածություն, այսպես սպիտակ ֆոն, կարմիր ֆոն, մի քիչ կլատկիացնում է մաշկի գույնը։ Հիմա կանցնի 30 րոպե ուղիղ, որից հետո կմիանամ ձեզ, կցուցադրեմ մաշկի վիճակը ու այսքանով կավարտենք մեր տեսանյութը։ Սիրելիներս, ինչպես միշտ կցանկանայի, որ թողնեք ձեր մեկնաբանությունները, իսկ կգրեիք նաև, թե դուք ինչով եք խնամում ձեր դեմքը, ինչ խորհուրդների կարիք ունեք, ինչ հարցեր կուզեիք, կարող եք որպես պրոֆեսիոնալ կոսմետոլոգի հարցնել եւ իհարկե նայեք տարբերությունը, զգացեք տարբերությունը դոյի պոսլեի մաշկի դեմքի մինչեւ խնամքը եւ խնամքից հետոն ու կհասկանաք, որ ինչու է պրոֆեսիոնալ կոսմետիկան իրոք միշտ հարգի ու հիշեք, որ այս ամենը կատարվեց վայրկյանական, տարբերությունը շատ մեծ է եւ առանց որևիցե վիրահատական կամ որևիցե ասեղային միջամտությունների, սիրելիներս։ Եղեք սիրված, եղեք խնամված, եղեք առողջ, ուրախ եւ միշտ լավ տրամադրությամբ։ Առայժմ սիրելիներս։ Սիրելիներս, ինչպես տեսնում եք, անցել է արդեն մոտ 30 րոպե, մոտավորապես նույնիսկ մի 40 րոպե, ուզում եմ տեսնեք դեմքիս որակը մաշկիս եւ տարբերությունը զգաք, այսպես մի թեթև մազերը սանրեցի, թափեցի, այտենց ձևավորած չէ, որ հյուր գնանք այդ ժամանակ ես գեղեցիկ սարքեմ, չնայած որ այսպես էլ գեղեցիկ է, ես էլ թարս որ կապել եմ, մի քիչ ծրմարվել է։ Ոչինչ, այստեղ ֆեն ունեմ, որը փաթաթում է մազերը, մի քանի հատ կոլորեմ այսպես սիրուն գեղեցիկ, մի խոսքով կարևորը դա չի, կարևորն այն է, որ ուզում եմ դեմքիս մաշկի տարբերությունը զգալ, փոփոխությունը, լույսը քչացրել եմ, որպեսզի լույսից չփայլի, չմտածեք, ոչ թե չասեք, այլ չմտածեք, չթվա թե այսպես լուսավորությունից է, որ դեմքս փայլում է, դեռ մի քիչ քրտնեցի կարելի ասել շոկից։ Այդպես սիրելիներս, մաշկս բավականին փոխված է, դոյի պոստլե նկարս հիմա այս ասենց չրտ կտեղադրեմ, որ չրտացնելով նկարում են, հա, կտեղադրեմ, կհասկանաք, կզգաք ու կպատկերացնեք տարբերությունը ինչպիսին է։ Այսօր այսքանը սիրելիներս, սիրում եմ բոլորիդ, լավ եղեք, առողջ եղեք եւ ամենակարևորը միշտ սիրեք ու սիրված եղեք, լավ մնացեք, առայժմ